Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ 7 անգամ ամուսնացած բաժանված կնոջը առաջարկեցին աղի բլիթ ուտել, նա պատասխանեց. Շնորհակալություն, լավ կերած եմ։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը, ինչպես միշտ 5 շաբթի ժամը 22:30 մենք ուղիղ եթերում ենք։ Armenian Evening-ը եթերում է եւ իհարկե այսօր ինչպես միշտ ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր, այսօրվա մեր հաղորդումը լինելու է շատ յուրահատուկ։ Փակագծերը իհարկե չեմ բացի, այդ ամենի մասին կիմանա քիչ ուշ, այնպես որ այս պայն բոլորը նստած դիտում եք Armenian Evening, իսկ մենք տաղավարում ինչպես ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա 911 Detox Center-ը կազմակերպություն է, որը կօգնի ձեզ։ Երկար տարիներ այս կազմակերպության աշխատում են տարբեր պրոֆեսիոնալներ, ովքեր շատ եւ շատ մարդկանց օգնել են վերադարձրել լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա խնդիր 911 Detox Center-ի հետ այդ խնդիրը լուծված է։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Armenian Mav Club-ը, սիրված վայր բնբա քաղաքում արդեն ճանաչված, որովհետև արդեն իր շուրջ հավաքում է շատ եւ շատ մարդկանց, ովքեր առաջին հերթին խաղում են մաֆիա, այդ խաղը, որը շատերն են սիրում խաղալ, բայց ոչ միայն։ Այստեղ հավաքվում են մարդիկ պարզապես շփվելու, ընկերանալու եւ լավ ժամանակ անցկացնելու համար։ Դուք նույնպես կարող եք լինել այդ ամենի մասնակիցը զանգարելով 424 408 40 40։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ անցնենք մեր հյուրին։ Տոկիոյի նահանգապետը հրաժարական է տվել միայն այն պատճառով, որ ծառայողական ավտոմեքենայով գնացել է ամառանոց։ Ու շատ էլ ճիշտ է, որ հրաժարական է տվել։ Այդ ինչ բանա ծառայողական մեքենայով գնալ ամառանոց։ Դրա համար վարորդ կա։ Կարելի էր վարորդին ասել ինքը ծառայողական մեքենայով կտաներ ամառանոց։ Օրերս Ամերիկյան Միացյալ Նահանգների մի բնակիչ ոստիկանությանը պատմել է, որ ինքն ու մի կին հրազենով պարկած են եղել անկողնում, երբ իր շունը վեր է թռել, որի հետևանքով զենքը կրակել է։ Իդեպ գնդակը դիպել է տղամարդու ձախ ազդրի վերին հատվածին։ Իդեպ այս պատմության մեջ իհարկե զարմանալին այն չէ, թե ինչպես շունը կրակեց, զարմանալին այն է, թե ինչու են այդ կինը եւ տղամարդը անկողնում պարկած հրազենով։ Ոնց երևում է հին ձևերը էլ չկա։ Այսքան են նորությունները սիրելի հեռուստադիտողներ, իսկ ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես, մեծ սիրով ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին, Հայաստանում կասկադյորական արվեստի հիմնադիր, Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ, հնարքների բեմադրող, դերասան կասկադյոր եւ իմ շատ լավ ընկեր Արմեն Պետրոսյանը։ Արմեն ջան, բարի երեկո։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերքս չմերժելու համար, շնորհակալ եմ, որ այսօրվա երեկոն մենք անցկացնենք միասին եւ իհարկե մինչ անցնել է մեր հարցազրույցը, իհարկե գիտեմ, որ մի քանի օր է արդեն Միացյալ Նահանգներ, մի քանի օր է եկել եւ առաջին հարցազրույցը հենց մեզ մոտ է։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, պատիվ եմ համարում։ Շնորհակալ եմ։ Դե ընդամենը մի քանի օր տեղափոխվել ես, դա խոսքը մշտական տեղափոխության մասին է, թե դեռ առայժմ Առայժմ լավ բառն է, որը ամեն հարցերի պատասխանը տալիս է, որտեղ առայժմ եւ վերջ։ Արմեն ջան, մինչ անցնենք այն ամեն ինչի սկսվել է, ես գիտեմ, որ քո ֆիլմերի ցանկը, թե դու որպես դերասան, թե կասկադյոր, հասնում է մինչև 100-ի։ 100 մոտավորապես ֆիլմեր պատկերացնում եք։ Եվ լավ, եթե հայկական ֆիլմերի դեպքում դու էր, հա, այսինքն որտեվ կասկադյոր դու հիմնադիր էր, այսինքն դու էր եւ վերջ։
Բայց շատ եւ շատ ֆիլմերում ռուսական։ Դու նույնպես այդ ամենը ռուսական ֆիլմերում է եղել։ Եվ բնականաբար դեռ ռուսներն էլ իրենց կասկածորները ունեն։ Այդ դա ոնց է եղել։ Խնդրեմ մի քիչ դա պատմես, դե որովհետեւ դա իհարկե խոսում եք պրոֆեսիոնալիզմից, դրա մասին հարցը չի, բայց այնուամենայնիվ ինչու չօգտվել իրենց կասկածորներից եւ իհարկե լավ է, բայց ամենայն դեպս նախ ֆիլմերի քանակը ավելի շատ մի քիչ ավելի քիչ է, 85-ին մոտ ես մի քիչ առաջ եմ ընկել, որտեվ կհասնես դուք ավելի լավ գիտեք իմ քանակությունը։ Ես երևի հաշիվը կորցրել եմ արդեն։ Ուրեմն, հա, կա այդպիսի բան, ուրեմն արտիստների ֆիլմերում եմ աշխատել շատ, մոտ 35 ռուսական ֆիլմերում եմ աշխատել։ Գիտես Արմեն ջան, հայ եղել է, որ ամբողջովին ես եմ եղել հնարքների բեմադրողը եւ այլն եւ աշխատել են մեր ասոցիացիայի տղաները։ Եղել են, որ այնտեղից են եկել մասնագետներ ու ասեմ, որ բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ, բավական տարիքով մեծ ինձանից, տարիքով մեծ, որոնց հետ մենք աշխատել ենք ոնց որ մի խմբում, ասենք իմ անունը չի գրվել որպես բեմադրող, ուղղակի որպես ընդհանուր հնարքների բեմադրող գրվել է համաբեմադրող, այսպես ասված, հա, հնարքների բեմադրողների ցանկում աշխատել ենք, շատ ենք աշխատել։ Շատ լավ, դե հələ դրան այդ ամենին կարադառնանք, հիմա ուզում եմ արի գնանք դեպի մանկություն, հա։ Առհասարակ մանկության երեխա ժամանակ եղել ես առհասարակ չար երեխա թե այնուամենայնիվ մի քիչ հանգիստ։ Եվ առհասարակ ինչպես է սկսվել, որովհետև գիտես, դե բնականաբար մեր շատ հյուրերը մեր հաղորդման երգիչ, երգչուներ, դերասաններ մի քիչ ավելի հասկանալի է, հա, ոնց է լինում, այսինքն երաժշտական դպրոց, հետո երգ կամ դերասան հասկանալի։ Այ քո դեպքում ինչպես է սկսվել հենց կասկածորական այդ ոլորտը, որը եզակի էր եւ մինչ օրս մնում է եզակի։ Դա վաղուց էր։ Ես առաջին դասան 1975 թվականն էր։ Ահա։ Այս առաջին դասանում էի։ Ուրեմն առաջին անգամ երբ դիտեցի Մեծն Քյոսայանի, Էդմոնդ Քյոսայանի Ամորսալի վրիժարներ ֆիլմը, բարձր ինչ ֆիլմ է դա, որը մինչ օրս ես նայում եմ այդ ֆիլմը ու ամեն անգամ ինչ որ նոր բաներ եմ գտնում։ Ուրեմն այնտեղ մի դրվագ կա, երբ որ գնացքը վառվում է ու գոռում են most գարի, չէ, բուրմաշի most պալաժի բան եւ այլն։ Ուրեմն ու սկսում են այդ բուրնաշիները սկսում են այդ վագոնների վրայից ընթացքում թռնել։ Ես իդեպ ասեմ, փառք ու պատիվ այդ տղերքին, դա շատ բարդ հնարք է։ Գնացք ամբողջ սաստավ, ուրեմն շատ մեծ արագությամբ գնում, այնտեղ թեքություններ են այդ ռելսերի կողքը։ Ու տեսնում ես, թե սրանք ոնց են իսկական թռնում, չկա այսօրվա տեխնիկան, մոնտաժ կամ ինչ-որ սարքեն, ինկրուստ բան եւ այլն։ Հա։ Ու թռնում են, իսկական են թռնում։ Մի խոսքով ես տեսա ու որոշեցի, որ ես այդ ջաջաներից նման պետքա դառնամ, եկա լուսահոգի իմ հորը, որ էլի ժամանակին էլի ավտոսպորտ եւ այլն, հա, այդ մայրս եղել է առաջին ջրացածություններից մեկը Հայաստանի, մոտ ընտանեկան է մեր մոտ։ Ուրեմն եկա հորս, ասեցի, պապասի ես պետք է ինձ ջաջաների նման դառնամ, պապան ասեց տղա ջան, ինչ ջաջա։ Դե ասեն որ գնացքի վրից, պոեզի վրից թռնում են, բան, սենց նայեց վերես ու էսենց արեց պապան, դա, դան միջևս են իժման, դա, այսինքն, հոտ բաց կար արդեն, ասես ուրեմն տղա ջան, հիշի, դու իմ կատարելագործված տեսակն ես, եթե մի բան որոշել ես անել, քեզ չենք կարա կանգնեցնենք, ուրեմն, ես չեմ ուզենա, որ դու իմ աչքից հեռու դանես, որովհետև ինքը վտանգներով լի ոլորտ է, շատ վտանգավոր ոլորտ է ինքը, ավելի լավ է իմ աչքի առաջ լինես, ուրեմն ես քեզ չեմ խան, ես քեզ կօգնեմ, որ դու դառնաս, պապան, պապան ասեց ու դա իմ համար երջանկություն էր, երկա չէ երջանկություն, ես քեզ սպասում էի։ Իդեպ նոր ասեցիր, ես հիշեցի, սովորաբար մեր մանկությունում ոնց են, չէ,
ես իհարկե դեմ եմ եղել միշտ եւ միջև հիմա էլ եմ դեմ, հարցը իհարկե ծխելու վերաբերյալ է, այսինքն դա միշտ եղել եմ դեմ, երբեք չեմ ծխել, չեմ ծխում, դա դրանում չի հարցը, բայց երբ ծնողները ասում են, եթե երեխան ծխում, կամ դա մեր մոտ թող ծխի, հիմա այդ կապը մեր մոտ կասկածորական շատ եմ ցես կերել ծխել, բան եւ այլն, այդպես Ուրեմն ու դա իմ համար երջանկություն էր ու բառիզմուն իմաստով 3 օր հետո ես ստացա առաջին իմ ուրեմն վնասվածքը։ Ինչ արեցիր։ Այսինքն այդ ժամանակ ինչ չէինք, ամեն ինչ էլ անում էինք։ Գնացիր մանկական երկաթուղի, գնացքից գցվեց 20 կոպեկանոց։ Չէ, հա, բիզեկի գյոլենգա, չէ։ Ուրեմն բան է, ավտոտնակները, մի երկաթի ավտոտնակները ինչ գարաժներ ես։ Այո, ինչ օրս կան, այո։ Հա։ Ուրեմն մի գարաժի տանիքից թռնում էի 3-րդ գարաժի տանիքին, այսինքն արանքում էլի մի գարաժ կար, էլի մոտ մի 3 մետր, մի քիչ բարձր էր, տրայեկտորիաս հերիքում էր, բայց բան եղավ, չհասցրի մինչև 3-րդը, ուրեմն ընկա 2 գարաժի արանքը։ Այսքան էր նեղությունը։ Դա 7 տարեկան, այսինքն։ Հա, այդ տարիքի, առաջի դասարան։ Ընկատե ու կոտրեցի 2 ամրակ ոսկորներս։ Մի կերպ հանեցին դեղից մի ժամ-ժամուկ ես հետո եւ այլն ու սկսվավ։ Դες ընկա հավեսի մեջ։ Հետո հա ես որ դպրոց էի գնում, ասենք մաման պապան փող էին տալիս որպեսզի մենք դպրոցում սնենք հիշես։ Հաց ու խավիար եւ այլն խաչապուրի երանկյունի չես ասում։ Ես այդ փող ես շատ չէի ուտում դպրոցում, ես այդ գումարը հավաքում էի, որտեւ ես նպատակ ունեի։ Այդ ժամանակ ես ուրեմն բանում փոստում դուրս էի գնում սովետական էկրան, ժուրնալը հիշում ես, սովետский էկրան, իհարկե։ Ես ուրեմն ամեն ամիս ստանում էի այդ ժուրնալը, որպեսզի այնտեղ կարդամ կասկածյորների մասին։ Ահա։ Եվ դպրոց ավարտելուց հետո գումար էր հավաքվել, ես տնից փախա։ Մեկնեցիր Ռիգա։ Չմեկնեցի, փախա տնից։ Փախա, Տոմսս հերիքեց մինչև Երևան, Մոսկվա։ Մի րոպե, այսինքն դու ոչինչ բան չասեցիր, փողը հավաքել էր, մեկը դպրոց ավարտեցիր, վերջի զանգ եղավ։ Գնացի իմ երազանքի հետևից։ Հասա մինչև Ռիգա։ Մոսկվայից ռուսերեն ասած Զայցեն։ Չէ, էսա այդ խոսանք Ռիգայի համար։ Ես ուզում եմ հասկանամ, դու մտածել ես ծնողներիդ վիճակը։ Չէ։ Դա այն տարիքն է, Արմեն ջան, որ դու գնում ես քո նպատակի հետո։ Դու հասկանում ես իրանք Ես դա հասկացա, երբ որ պապայի պատվեր տվեցին, պապան 8 հարգանի հայ հոյանքներ ևան, ես դա հասկացա, որ պետք է մտածեի Դոնեցկի մասին, բայց արդեն ուժեր։ Դե պապան ամբողջ կյանքը վարորդ ևան պատկերացնում ես արդեն գարաժի քֆուրները բան։ Մի խոսքով մեկնեցիր Լատվիայի, չէ, Ռիգայի կինոստուդիայի կասկադյորական։ Հասա այդ դռանը։ Ահա։ Որ գրած էր Գիլդիա Կասկադյորով։ Ահա։ Այն դիվտի դռներ կային։ Դա կներես, Ռիսկը կինոստուդիայի մասին է։ Այո, բայց ավելի մոտիկ կինոստուդիաներ կան, որոնց մասին ես չգիտեի։ Ահա։ Ես տետր ունեի, դա կտրտում էի, կպցնում էի, բան, ես հուշերի տետր կար, չէ՞ ժամանակի։ Անում ենք, այո։ Ստացեմ պատի տակ, չգիտեմ, գրում եմ նամակ, բան, իմ մոտ կասկածորական էր այդ ամեն ինչը։ Հա, հասա այդ դրամոտ ու զգում եմ, որ վախ կա մեջս, ոնց որ չկարողանամ մտնել, հետո ասի տղա ջան, եկել հասել ես քույր, ես դուրնա, որ քեզ պետք է։ Ուրեմն Արոն ջան, դուրը բացեցի, դեմ դիմացել են N2 իմ դիմաց դուրսեկանի N2 իմ կուրքերը ու մասին ես իմացել եմ։ Արնոլդի եւ Վալդիսի մասին դերան դիմա։ Իդեպ ես ինձ բանը պահակը չթողեց որ ես մտնեմ կինոստուդիա։ Ես պատիվերով թռա ու ոդկս վնասեցի։ Թոփալելով ոսս նայեցին մի խոսքով մտա ներս եւ այլն ասեցի ինչ ա եղել ոդկսի պատիվերով եմ թռել։ Գիտես այդ Արնոլդը նստացեց աթոռին ծնկեց դիմացս կոշիկս իրա ձև իմ կուրքը իմ կոշիկն է հանում իմ գուլպան հանում է որ նայեց Վալդիսին ասեց Պերելոմ ոտը ջարդել է բայց Պերելոմ չէր ճակել էր ման չնայած ցանկացած կասկադյոր ինքը արդեն կիսով չափ ինքը բանա վնասվածքաբան է տրավմատոլոգ այնքան վնասված է նա անգիր գիտեն արդեն մի խոսքով հետո արդեն պատվեր տվեցինք տուն պապան այնտեղ գնաց 7 հարգանի հայոյանցերը ման եւ այլն Հետո տղերքս ինքնադրու Տոմսարան ինձ ուղարկեցին Հայաստան։ Քեզ ուղարկեց։ Իսկ այնտեղ այնուամենայնիվ փաստորեն որ ոդկը կոտրվեց, ճաքեց, այսպես ոչ արժան։ Ոդկս գիպս դրած, ես այնտեղ նկարվեցի, ստացա առաջին իմ 10 ռուբլին հնարքով, որը պահել եմ մինչ օրս։ Օ, դա եղել է առաջին նկարահանումը։ Ինչ ֆիլմ էր։
Չեմ հիշում։ Չես հիշում ինչ ֆիլմ է։ Հա, իրանք էին Բայց այտենց գիպսով, այսինքն կարող է գիպս չէ, լանգետի պես բան էր, դրա ճաք էր, ասենք այտենց բան չկար, ասենք քայլում է այդ ոտով։ Առաջին նկարահանումը եղել է 10 ռուբլին պահել եմ, հա։ Օ, Հետո կասեմ մի հատ ուրիշ կուպյուրայել եմ պահել, դա հետո եթերային չէ, էլի կասեմ դա որտեղից է գալիս։ Ասք դա որտեղից հետո կասեմ։ Շատ լավ։ Արմեն ջան, դե փաստորեն Ռիգայից հետո հասկանալ է, լավ, այդ դեպքում դու հենց սկզբից այնուամենայնիվ փաստորեն հայրիկդ էլ համամիտ էր, որ եթե դու մի բան ուզում ես, պետք է անես, գնում ես դրան, ինչու այդ դեպքում հետ Հայաստան եւ շինարարական տեխնիկում։ Ահ, շինարարական տեխնիկումի մասն էլ գիտես դու։ Շինարարական տեխնիկումը չի։ Ես մոտավորապես պատկերացնում, եթե շինարարական տեխնիկումում ով վատ է շինարարություն անում, երկրորդ հարգից Չէ, լրիվ ուրիշ է։ Հենց մեր շենքի կողքին է շինարարական տեխնիկումը։ Մոտեր դրա համար։ Հա, իդեպ տնօրենը Ձրազ Ռոբերտը Խաչատրյան, կոնդեցի կարգին մարդ է, շատ կարգին մարդ, ճանաչված մարդ քաղաքով ման եւ այլն։ Հա, պապայի ընկերն էր։ Հա, միշտ պապայի հետ հանդիպում էին, նստում էին ուտել խմել եւ այլն։ Մենք այդ տեխնիկումի ապակիներն այնքան էին ջարդել։ Հետո մտնում էինք ընդեղից վոլեյբոլի ցանց էին գողանում, բան բերում էինք, բան որ մեր թաղի մեծերը ֆուտբոլի բաներ սար, դարպասներ սարքեն, բան դե մենք երեխեով զինվորներն էինք այսպես, մեծերը բան։ Հա, ինձ որ որոշեցին ընդունել թե որ ես էլ չանեմ նման բան։ Դրա համար բայց դա վտանգավոր դա ավելի հեշտ կաներ։ Չէ, ժամանակ արդեն չես գողանում։ Արդեն չես կարող։ Օրինակ նայ, ցողոլ կարող ես գնալ շուկայից առնել, չէ, բայց ամենահամով ցողոլը գողացած ցողոլն է, որ պահակն էլ փեդոք չէ, այն շանտաղա բան։ Այնա որ արդեն դեք տեսնում ես, արդեն աչքդ կշտացած է, չես։ Մի խոսքով, բայց ավարտեցի շինարարական, իսկ այսինքն մասնագիտությամբ ինչ մասնագիտություն։ Երկաթբետոնյա կոնստրուկցիաների ինժեներ։ Որը պետք է կա, բայց այնուամենայնիվ։ Չէ, չեմ աշխատել կյանքում։ Ես դեռ մենակ հիշում եմ Պորտլանդ ցեմենտը, այդ արտահայտությունն եմ հիշում։ Բայց դու պարապել ես, հանձնել ես քնություն, չէ՞ այսպես։ Հա, սովորել եմ։ Շատ լավ։ Արմեն ջան, եւ այնուհետեւ, եթե ես չեմ սխալվում, 1994 թվականին հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց Հայաստանի կասկադյորներ ազգային ասոցիացիա։ Հետագայում արդեն 2018 թվականին կասկադյորական գիլդիա եւ դու ինքդ էլ հանդիսանում ես գիլդիայի նախագահ մինչ օրս։ Արի մի քիչ մանրամասնենք, այսինքն ինչու ծագեց այդ գաղափարը ստեղծել առհասարակ ասոցիացիան եւ ուզում եմ մի քիչ էլ պատմես ոնց է ասոցիացիայի անդամները, այսինքն ինչպես են ընդգրկվում, մարդիկ ինչպես էին իմանում, ոնց էր այդ ամենը տեղի ունենում, որովհետեւ Արմենը տեսավ ֆիլմից հետո ինքը որոշեց, որ ինքը պետքա ձյաձաների նման ընկնի ոտ կոտրի եւ անաջող փորձեր եւ այլ, այսինքն այդ հիմնադիրն ես դու եղել։ Ոնց ես կարողացել եւ հետո որքանով շատացան մարդիկ, քո հետևորդները եւ հետո ասոցիացիա ստեղծեց, մենք շարի մանրամասնենք այդ ամենը։ Բա 94 թվականին ուրեմն այդ չէ, միտքը վաղուց կար, ասեմ Իմ առաջին նկարահանումը ֆիլմում, կինոյում դա եղել է 89 թվականին, բանակից նոր է եկել։ 89 թվականին։ Դա խոսքը Երևանի մասին։ Հա, մեր բումերանգները քիչ է։ Բումերանգ ոչ չեմ հիշում, ես բումերանգ ֆիլմում ինձ ուրեմն տարավ կինո մեր Ժորիկը, Մալյան թատրոնի, Ժորիկը հրավիրեց տարավ, ես միշտ ասել եմ, որ իմ կինոյում իմ հիմնադիրը, այսինքն Լեդակովը, Արցախել է Ժորիկը։ Հա, բումերանգ այդ հումորային այդ ծրագրում կար ֆիլմ կար, որը կոչվում է Երաշտություն։ Հա, դե քանի որ ես էլ նվագել հարվածային գործիքներ եւ այլն, այդտեղ այդտենց դերում նկարվեցի։ Իսկ 94-ն հետո դե դրանից հետո պատերազմ եւ այլն խառը ժամանակներ եւ այլն, ասենք Գիդայետը որ, ասենք դրա ժամանակը չէր։ 94 թվականին, երբ որ արդեն եղավ հրադադար եւ այլն, այդ ժամանակ ես որոշեցի դա արդեն սկսել ու հայտնվեցին բոլոր բարի կամեցողները, որոնք ինձ փորձում էին հետ կանգնեցնել այդ ճանապարհից, քանի որ ես իրենց շատ շնորհակալ եմ, որովհետեւ իրանք ինձ օգնեցին, որ ես դա անեմ, որովհետեւ ինձ մոտ հակառակ process, երբ որ ինձ մոտ ասում են՝ «Մի արա», ես դա անում եմ։ Երբ որ ասում են՝ «Մի բան», ասենք Արա, ես կասեմ, հա, ուրեմն ինչ-որ մի բան կա, կանգնի, ստոպ։ Որտեղ այն դուսում ես դիմում։ Ուրեմն այնուամենայնիվ ես դա սկսեցի զարգացնել։ Ուրեմն ես մենակ էի։
մենակ էի, ոչ ոք չկար։ Նյարդայնացած օրեր, դաժե կատաղած ինչ-որ վիճակներ, ինչի չէի բան եւ այլն, բայց ես ասենք ունեի նպատակ, պիտի գնամ այդ նպատակով։ 98 թվականին արդեն օրինական պետականորեն գրանցվեց կազմակերպությունը, բայց մինչև կազմակերպությունը գրանցվել է, այդ ամբողջ խումբը կար արդեն։ Քանի հոգանոց խումբ։ Հիմա կասեմ։ Ես մինչև դա գիտեի բոլոր էքստրեմալներին Հայաստանի։ Ավտոմոտոսպորտի ներկայացուցիչներին, պարաշտային սպորտ եւ այլն, ակրոբատներ եւ այլն եւ այլն։ Ես իրենց վաղուց գիտեի, որտեղ ես մարզվել եմ այդ մարզաձևերով։ Տղերքին հավաքեցին եւ այլն ու ապացուցեցի, որ իսկ ինչու ոչ։ Որտեղ մենք ամբողջ կյանքում, թեկուզ հայկական ֆիլմերում ինչ որ հնարք կատարելու համար մենք միշտ կասկածորներ ենք մուրացել ուրիշ հանրապետություններից սովետական, իսկ ինչի ոչ մերոնք։ Իհարկե։ Մենք էլ ունենք լավ տղերք, մենք էլ ունենք համարձակ տղերք, ու մենք դա ապացուցեցինք։ Հա? Ինձ հաջողվեց հավաքել այդ խումբը, այն ժամանակ 15 հոգանոց խումբ էր։ 15 հոգի գործող տղերք էին։ Բայց դա բավական է, ահա։ Դե իհարկե ամեն մեկի իր էքստրեմալ մարզաձևի մասնագետ էր, որը ենթադրենք ավտոսպորտի ներկայացուցիչ, ինքը դեռ կասկածյոց չի։ Որտեվ լուսահոգի Մկրտիչ Պիլտոյանը մի անգամից լավ բան ասեց Արմեն ջան, դու ավտոսպորտի սպորտսմեն չես դառնա երբեք, ասի ինչի համար Պիլտոյան, ասեց որովհետև ցանկացած ավտոսպորտի ներկայացուցիչ, ավտոսպորտսմեն, ինքը անում է ամեն ինչ, որպեսզի 4 անիվների վրա ֆինիշ անի։ Իսկ քո մի անիվը հենց փոկվում է գետնից, դու արդեն մտածում ես այդ մեքենան ոնց շուտ տաս։ Ոնց կապ չունի նրա։ Հա, այնտեղ էլ է լինում նման բաներ, մեքենան շուտ է գալի, բայց դա վթար է կոչվում։ Իսկ ստեղ մենք դա արդեն գիտակցված է արվում։ Տարբեր բաներ են, ասենք, լավ ավտոսպորտսմեն նա դեռ կասկածյոց չի, նա շատ բաներ պետք է սովորի, որ դառնա նոր, կոչվի այդպես։ Մի խոսքով հավաքվեց ու 98 թվականին առաջին անգամ, որ հայ ընտանիքում ծնված հայ կասկածյոր, որ նկարվեց հայկական ֆիլմ, դա եղել եմ ես, Տիգրան Խզմալյանի «Օդից թեթև» ֆիլմը, Պիեր Լեկինով, «Օդից թեթև» ֆիլմներ, չգիտեմ, դուրս եկավ, եթե դուրս եկավ, ես այդտեղ փոխարինում էի Վլադիմիր Մսելյանին լուսահոգի, դա ինձ համար մեծ պատիվ էր։ Ու առանց ապահովություն ապահովելու դերը այսինքն ինչ էր անում։ Ես ֆիլմում իբրև Վլադիմիր Մսելյանը ինչ հին ծաղրացու է կրկեսի, որ ունի սիրած աղջիկ, բայց ինքը ծերացել է ու պետք է այդ պատշգամբներով բարձրանա ու ես սիրած աղջկան տեսի, ես էի բարձրացել իրականում, 5 դուբլ առանց ստրախովկայի բարձրացել եմ։ Հետո դրանից արդեն սկսվեց։ Սկսվեց ովքեր որ ինձ փորձում էին հետ կանգնեցնել, ժամանակի ընթացքում իրենք հասկացան, որ լավ բան չեն արել։ Ոչ մեկ են։ Մեղմասած ոչ մեկ են մինչ օրս։ Այո։ Ու ես իրանց հետ սկզբունքորեն չեմ աշխատի երբեք։ Ես քեզ Լեովին կիսում եմ քո կարծիքը, որովհետև այո, շատ ճիշտ ես դու ասում, որովհետև առասարակ երբ որ ինչ-որ նոր բան ես անում, միանշանակ իհարկե ավելի շատ փորձում են հետ կանգնեցնել, քան աջակցել, շատ ճիշտ ես անում, որ չես որտեղ աշխատես։ Ես իդեպ ուզում եմ 15 հոգանոց խումբ ասեցիր, ես ուզում եմ նաև առանձնահատուկ նշել եւս մի շատ հրաշալի ազնվորությանը, Արսենին, քո եղբորը, ով նույնպես Արսենը նույնպես, այո, նույնպես քեզ հետ միասին այդ հնարքներում կա եւ շարունակում է, չէ՞, ճիշտ եմ։ Իմ եղբայրը ինձ համար Աստված է, Արմեն ջան։ Նույնպես շատ հրաշալի երիտասարդ, շատ լավ մարդ։ Ահա, ես հիմա որ գտնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, շատ հարցերում իմ խոնարհում իմ եղբորը, իմ ընկերոջը նվերին, որ իմ կողքին են, սարի պես կանգնած են իմ կողքին, դե վերջին փոքր եղբայրն է, անգամ փոքր ժամանակ շատ եմ ծեծել, ծխելու համար։ Այո, շատ ճիշտ ես արել։ Ես գտնում եմ, որ լավ եմ արել։ Ինձ թվում է հիմա էլ բայց հիմա էլ է։ Հիմա էլ ուր վերջին կարող եմ ծեծեմ, բայց դրանից հետո արդեն ես տնից փախա երեկո, որտեղ պապան էր ինձ սպանելու, Արսենին ծեծել։ Շատ լավ։
Արմեն ջան, եւ ես նաեւ գիտեմ, որ դու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ ես եւ դասավանդում ես, ճիշտ եմ, թե ես սխալվում եմ։ Հա, այո, միության անդամ էի։ Ճիշտ պատճառներով արդեն անդամ չեմ կազմակերպության, բայց դասավանդել եմ այո, կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, բեմ շարժման ամբիոնում, դասավանդում էի բեմական մարդ Բեմական մարդ, այո, բեմական կռիվ, նախնական կասկածորական հմտություններ, հիմա կբացատրեմ կմանրամասնեմ դա ինչ է։ Սուսերամարդ, բոլորը խառնում են այդ մեկի մեջ։ Սրամարդ, թրամարդ, դանակների եւ այլն տարբեր իմիտացիաներ կա կրակելու եւ այլն, ասենք գնդակը կպնում է միտեղ։ Մարդ ինչ ծեվի պետք է ասենք իմիտացիանի, ասենք կպավ, չէ՞ ասենք շատ ամերիկյան ֆիլմեր կա, ասենք հարվածը գալիս է ծանոթին, բայց դեմքը թեքում է ընկում, եղբայր գլուխը տենքում դիգնա։ Հասկանալի։ Ես դա սովորեցնում երեխեքին։ Ճիշտ ընկնել, որպեսզի չվնասվեն։ Անկամ եթե դա հարկավոր դերասանների մեր հարկավոր չի լինի նկարահանումների ժամանակ, իրենց կյանքում դա շատ է պետք, որպեսզի չվնասվեն։ Դա ինքնապաշտպանական նաև այո, այո, ինչի համար չիմանա մարդը, ասենք, հա։ Ու պատկերացրու, որ շատ փոքր ժամանակ հետո իմ ուսանողներից մոտ մի 5-6 հոգի կան, պարոն Պետրոսյան, ֆիլմեր նկարում եւ այլն, մենք այնտեղ պետք է ուրեմն բոևիկ խաղայինք եւ այլն, զենքի բռնազավի ռեժիսոր ասեց Արմենի դպրոցն է, սա, ասենք այո։ Ասեց դե դուք բոլորը եկեք առաջի պլան ու իրանք ուրախացել էին։ Այսինքն որտեվ ես նաեւ երեխաներին, տղա երեխեք են, որոնք չեն ծառայել բանակում ընդհանրապես, նրանք զենք կյանքում չեն բռնել ձեռքները։ Հիմա այդ երեխային բերել են ինչ-որ միտեղ, քաստինգով բերել են, ասում են դու պետքա խաղաս Աղվանստանի բան պետքա խաղաս, մոջահեդ եղբայր, այդ մոջահեդը նա պրոֆեսիոնալ դեմք է, նա պրոֆեսիոնալ մարդասպան է, նա զենք բռնելու ձև գիտի, քայլելու իրանք ձևեր ունեն եւ այլն, դու այդ ամենը պետքա սովորացնես, որպեսզի նա նրա խաղը լինի ճիշտ, ճշմարտացի լինի, որտեվ գիտես ինչ շատ դեպքեր ա եղել, ասենք ֆիլմի ժամանակ ձեռքի նռնակ են նետում, ինչ որ ատոմային բոմբա պայթում։ Ռեժիսորն ասում է եղբայր, նռնակից չի կարող ասես պայթում լինի։ Դե ասում Արմեն ջան, էս կինո է։ Եղբայր որ կինո է։ Այո, պետքա։ Կինոյում շատ ավելի ճշմարիտ է պետք է ներկայացնես, որտեղ կինոն կարող է նայել մեկ այլ գեներալ մարդ։ Իհարկե։ Նայի ասի ապրեն, պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատել, ու քո ֆիլմը էլի կնայի այդ մարդը։ Էլ չի ասի լավ անջատի, կնիկ ջան։ Անջատի գնանք, ասենք խոսյունակ նայենք մենք, ասենք ուրիշ հաղորդում։ Հասկանում ես, այդ ամենը ես սովորացնում էի ինստիտուտում։ Տղա ուսանողներ ունեի, որոնք անգամ, ասենք տուրնիկից 2 անգամ չէին ձգվում։ Բայց արդեն 19, 20, 22, 25 անգամ էին արդեն ձգվում։ Փոխվել էր իրանց արտաքինը, աղջիկները նիհարել էին, ձգվել էին եւ այլն, ասենք ավելի սպորտային էին դարել։ Դա շատ մեծ օգուտ տվեց երեխեքին։ Հետո արդեն ղեկավարության հետ ես թեթև ուրեմն բան ունեցա, խոսակցություն ունեցա, որ ինձ բացարձակ դուրս չեկավ, ես որոշել էի ինստիտուտի սպորտ դահլիճը ամբողջովին ես ունեի այդ հնարավորությունը, ամբողջովին վերանորոգել, հատակով, պատերով եւ այլն, անգամ բերեի եւ այնտեղ այո, մոնտաժ անեի իմ բոլոր թանկարժեք եւ պավիլյոններ լինեն եւ նկարահանում թանկարժեք իմ գույքը, հատուկ կասկածորական գույքը, որից ամբողջ շաբաթ օգտվելու էին մեր ուսանողները։ Ամեն օր գալու էին մեր տղաները, կասկածորները եւ անցկացնելու էին մաստեր կլասեր։ Ինչքան օգուտ դա կբերեր մեր երիտասարդ դերասանների եւ այլն։ Հա Ընդամենը մի խնդրանքով, որ շաբաթ կիրակի օրերը մեր կասկածորները մտնեն, դե հասկանում ես Արմեն ջան, մենք այդտեղ բեմ պետք է սարել, ամբողջ Հայաստանը բեմ է, ինչ ես բեմադրում։ Շատ լավ։ Շատ լավ։ Արմեն ջան, հիմա ես մի հատ ուզում եմ մի քիչ մանրամասնես, հա։ Օրինակ ֆիլմ, ո՞նց է լինում առասարակ, հա։ Մի ֆիլմ է, ռեժիսորը դիմում է քեզ, ո՞նց է այդ հնարքները դու ես մտածում, թե ռեժիսորն է առաջարկում կամ ասում է կուզենամ այս տիպի լինի։ Եվ լինում են առասարակ ֆիլմերում որոշակի կոնֆլիկտներ քո տվյալ պարագայում հնարքների, հա,
հանդիսացող եւ ռեժիսորի հետ որոշակի կոնֆլիկտ, եթե չեք հասկանում, ո՞նց է լուծվում այդ հարցը։ Մի քիչ մանրամասնես առասարակ ֆիլմում ոնց է այդ ամենը ստեղծում, որովհետեւ տես, մենք ինչա, մենք սովորական հանդիսատես, հա, դիտում ենք ֆիլմը եւ տեսնում ենք, այս ինչ գնաց, սնգավ եւ այլ, բայց դե որքան աշխատանք է գնում, դա էլ մի լուրջ արվեստ եւ բավականին շատ քրտնաջան աշխատանք։ Ոնց այդ process-ը լինում։ Նախ, ուրեմն հրավիրվում եմ ես։ Ֆիլմ են նկարում, որտեղ կա կասկածորական հնարքների պահանջ։ Ռեժիսորը սովորական, ասենք, արվեստի մարդ, նա պարտավոր չի ամենագաղտնիքներն իմանալու եւ այլն։ Ինքը ուզում է իր կադրում ենթադրենք տեսնի նման օրինակ ինչ որ մի բան, թռուցիկ, վերացական, այսինքն նայ, դա դեռ գնում է դեռ սցենարային փուլից։ Սցենարային փուլից, որտեղ հնարքների բեմադրողը պետք է աշխատի նաև սցենարիստներից։ Իրանք շատ բան կարող են մտածել, բայց արդյոք դա հնարավոր է իրականացնել, մարդը կարող է նման բան անել, թե ոչ։ Կամ իրենց բյուջեն թույլ է տալիս դա անեն, թե ոչ։ Հա? Որտեղ բացի մարդկային գործون, նաև կա ֆինանսական գործون, որը կինոյի աստվածներից մեկն է, փողը։ Դա թանկարժեք է, բոլորս գիտենք։ Ուրեմն ենթադրենք, հրավիրվեցի, նստում ենք, խոսում ենք ռեժիսորի հետ բնականաբար, շատ գիտես նայ, մի բան էսենց շեղվեմ, ահա որ ինձ դուրս չի գալիս, երբ որ զանգում են ինչ-որ մի աղջնակ, ասիստենտ, մեզ էսա պետք է, սկսում է խոսալ, մինչև լսում աղջիկ ջան ասում եմ, ուզում եմ հանդիպեմ ռեժիսորի հետ։ Դե ռեժիսորի հետ բան չկա, դրա կարիքը չկա ռեժիսորի հետ հանդիպել, աղջիկ ջան ասում եմ, տգետ ես։ Ես աշխատելու եմ ռեժիսորի հետ։ Ռեժիսորի աչքերով է ստեղծում այդ ամբողջ ֆիլմը։ Հա? Ես պետք է հասկանամ ռեժիսորն ինչ է ուզում տեսնի։ Դու ինչ շատ բան կարող ես ասել, աղջիկ ջան։ Հա, բայց ես պետք է անմիջապես աշխատեմ ռեժիսորի հետ։ Հենց նման խոսակցություն ագնում ասում աղջիկ ջան, գնացեք, չեմ աշխատում ձեզ հետ։ Եղել է մի լիքը եղել են նման դեպքեր, իրանց բանը մար հեռացել է։ Հանդիպում ես, ճիշտը որն է, հանդիպում ես ռեժիսորի հետ, ռեժիսորն ասում Արմեն ջան, ինքն էլ է ռեժիսոր, ես էլ եմ ռեժիսոր, ես հնարքների բեմադրող եմ, հա։ Ուրեմն ինքը ասում է Արմեն ջան, այս տեսանում սա եմ ուզում տեսնեմ, նա եմ ուզում տեսնեմ, շատ լավ։ Ինչ կարող ենք անել, ասում ես հասկացա դու ինչ ես ուզում, ինձ մի 2-3 օր ժամանակ տուր, ես ամեն տեսարանը մի քանի, ասենք, վերսիաներով մտածեմ, հնարքները մտածեմ, քեզ ներկայացնեմ, որը քեզ դուր կգա, արդեն դրա վրա կխորանանք։ Ես վերում եմ ներկայացնում եմ, ինքը նայում է, ասում է, այ ես եմ ուզում, այս ամենաշատ իմ սրտով, օքեյ, նրանք երկուսը բան արվում, դրվում է մի կողմ, մենք խորանում ենք, ասենք, այդ մեկի վրա։ Ու շատ ավելի սկսում ենք աշխատել դրա վրա արդեն, սկսում ենք հաշվարկել, որտեղ պետք է անենք, լոկացիա ենք նայում եւ այլն, շենքից ենթադրենք պետք է թռնի այդ տանը։ Նախ որ հարկից է թռնում, ռեժիսորը ուզում արդյոք այդ բոլոր հարկերը տեսնի, թե քչացնալ, լիքը մանրամասներ կան դեռ աշխատում, մանրամասնություններ կան։ Նախ լոկացիան պետք է տեսնենք, որտեղ պետք է արվի այդ դրուկը, ինչեր կա կողքերը, խանգարող մեզ, եթե դրանք հնարավոր չի վերացնել, մենք պետք է մտածենք ոնց անենք, որ դա մեզ չվնասի եւ այլն եւ այլն։ Աշխատում ենք ամեն ինչը, պատրաստում ենք արդեն, ընտրվում են արդեն կասկածորները նման տվյալ դերասանի, որը իբրև ինքն է անում, եւ այլն։ Հա, տեսքով արտաքինով նմանացնում ենք, պատրաստում ենք, մարդը սկսում արդեն մարզվել այդ ուղղությամբ, մարզված են բոլորը, պարզապես կոնկրետ այդ գործում։ Ու սկսում ենք աշխատել, երբ որ արդեն գալիս է նկարահանման հրապարակ, որ արդեն պետք է նկարահանել, ուրեմն խելացի ռեժիսորը, երբ որ արդեն հնարքային տեսանան նկարվում, խելացի ռեժիսորը սիրուն ասում է, ես գնացի իմ սուրճը խմելու, գալիս է իր կրեսլոյի նստում է, մեջքին գրած director, ռեժիսոր, ինքը իր սուրճը վերցնում ասում է, ու ամբողջ նկարահանման հրապարակը ղեկավարում է հնարքների բեմադրողը։ Ահա, այդ պահը։ Ու բոլորը մի մարդու պես անվերապահորեն պետք է ենթարկվեն իր հրահանգներին ավելի քան իր հրահանգներին, քան թե մեկ այլ ուրիշ, որովհետև այդտեղ կատարվում է վտանգավոր նկարահանում։ Իդեպ ասեցիր այ վտանգավոր, եղել է երբ որ երբևիցե, հա, որ այնուամենայնիվ
նկարահանման ժամանակ մի փոքրիկ ձախողվել է այդ ամենը։ Իհարկե։ Եղել է։ Եվ դա ոնց է լինում։ Դա նորմալ է։ Նորմալ է։ Այսինքն տվյալ պարագայում Կասկադյորը պատրաստ է, որ կարող է եւ չլինի այնպես։ Այն տղան, որ գալիս է դառնա ասոցիացիայի անդամ։ Ես ներողություն եմ խնդրում, դու որ փաստորեն թռնում էիր, հա, առանց ստրախովկայի մի նկատ ունեմ։ Ստրախովկա։ Հիմա Չէ, ստրախովկան ներքերն է շարած։ Չէ, հիմա էլի ստրախովկաները կա, այսինքն տվյալ պարագայում չպետք է, չէ, լինի որևէ մի բան, որը նախատեսված չի, որովհետև կա ստրախովկա։ Ես ճիշտ եմ, թե ոչ։ Ահա, բայց այնուամենայնիվ լինում է։ Ստրախովկանը չի օգնում։ Ես միշտ չէ, իմ ասեմ։ Ահա։ Ստրախովկան շատ է օգնում, որովհետև ասենք տվյալ մարդ ասենք ողջ է մնում, ընդհանրապես մի կոտրված, եթե ստրախովկան չլինի, ընդհանրապես։ Հաղորդումից առաջ ասեցի, մեջնում է ստրախովկա, ասֆալտ, շիբին, գրունտ եւ մագմա։ Գնա ներքև։ Հա, ուրեմն Աստված մի արասե, ուրեմն տես, երբ որ գալիս են երիտասարդներ եւ այլն գալիս են ընդունվելու, ես միշտ իրենց ասում տղեր քիշեք։ Դուք ինչ որ մի օր ձեր ինչ որ մի մասը կոտրելու եք, վնասելու եք, այս աշխարհը կասկածորական է, դա այն աշխարհն է, որ առանց վնասվածների չի լինում։ Ոնց որ ասես, պատերազմ սկսվեց եւ ոչ մեկ չվիրավորվեց եւ ոչ մեկ չզոհվեց, տես ոնց կլինի։ Դա ցավոք սրտի պատերազմի գրված օրենքն է, որտեղ լինում են զոհեր եւ այլն, ու Աստված մի արասե, ոչ մեկին չեմ ցանկանում դա։ Նույնը կասկածորական դու կարող 20 ֆիլմ աշխատես, ոչինչ չլինի, բայց 21-ում ունենաս թեթև վնասվածք։ Ես բարդ վնասվածքներից չեմ ուզում խոսել, որովհետև մենք մի քիչ սնահավատ ենք էլ։ Այո, բաներին հավատում։ Մի խոսքով, անհնարին է, դու պատկերացնես, որ εμիսև ինչ-որ մոտոցիկլետ վարող մարդ, որը երբեք մոտոյից չի ընկել։ Չի կարող այդպես բան լինի։ Այո, չի կարող այդպես բան լինի։ Հա, նույնն էլ էս աշխարհն է, ինքը իդեպ համարվեց աշխարհում ամենավտանգավոր մասնագիտությունը։ Կասկածորական համարվեց, ամենավտանգավոր մասնագիտությունը համարվեց։ Մի խոսքով այդպես ցանոթ։ Դե նույնն էլ երևի հա սպորտում, հա, վերցնենք նույն ֆուտբոլիստները, դե անհնար է, հա, որ երբևէ ինչ որ մի ֆուտբոլիստ թեթև վնասված չունենա։ Ցանկացած ֆուտբոլիստ էլ ունի սրտի եւ ասենք ոտքերի բանը պրոբլեմ։ Պրոբլեմ, որը անհնար է, որ չլինի, որքան էլ ինքը հա ֆուտբոլիստ։ Բոքսում, ասենք, ունի գլխի խնդիր կամ ինչ որ ամեն սպորտ, ցանկացած պրոֆեսիոնալ սպորտ մարդուն սարքում է հաշմանդամ։ Լավ խոսք է, չէ՞, ասում պրոֆեսիոնալնի սպորտ կալեչիտ, ֆիզկուլտուրա լեչիտ։ Լեչիտ։ Այդպես է։ Շատ լավ։ Արմեն ջան, հիմա կցանկանամ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ այնուհետեւ արդեն կզրուցենք մոտակա պլանների մասին եւ ինչով է զբաղված, դա քիչ ուշ։ Տես, ուրեմն մեր հյուրերի հետ, տվյալ պարագայում դերասանների հետ մենք վերհիշում ենք մեր հին հայկական ֆիլմերից որևէ մեկը եւ դիտում ենք 3 հատված այդ ֆիլմից։ Մի կոնկրետ ֆիլմից հատվածը ընդհատվում է եւ շարունակությունը ես քեզ ասում եմ, մեկ տարբերակը ճիշտ է, 3-ը սխալ։ Հիմա մենք միասին դիտելու ենք մի հրաշալի ֆիլմ, հատվածներ, Երջանկության մեխանիկա ֆիլմը, հիշում ես։ Այո, Երջանկության մեխանիկա ֆիլմը, ես պարզապես ուզում եմ հիշել այնտեղ որտեղ կար այտենց կասկածորական հնարքներ, երևի չկար կամ չկար։ Իսկ ինքը որ ընդ մեքենայով արագ քշում է, չէ՞, տենց չկար մի բան նորքի նորքով որ չէ, դա չէ։ Տղամարդիկ ֆիլմ էր։ Չէ, տղամարդիկ դա ինքը տաքսի։ Կանգնի, արամ կանգնի, հա։ Իդե պապայինք են արել։ Հա։ Ինչ։ Պապային քշել են։ Օ, տաքսապարկում երբ որ աժան, տաքսապարկերում կար ավտոսպորտի սեգմասները, որ տաքսապարկերից մասնակցում էին այդ գոնքի։ Օ, հետաքրքիր։ Եվ հիմա միասին կփորձենք վերհիշել Երջանկության մեխանիկա ֆիլմը, տարբերակները կարծում եմ ճիշտ կգուշակես դու, հա, պատրաստ ենք։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, դուք նույնպես ակտիվ միանում եք, երկու շատ հետաքրքիր հարցազրույցեր Արմենի հետ միասին, որովհետև միանգամից այսպես կասկածորական աշխարհ ներխուժեցինք եւ շատ բաներ այսօր իմացանք, դեռ իմանալու ենք։ Հիմա պարզապես մի քիչ շեղվենք, մի քիչ թեթևանանք Երջանկության մեխանիկա ֆիլմով եւ խնդրեմ առաջին հատվածը դիտում ենք։ Ռուբեն, Լսում եմ, մի հարց տամ ձեզ։ Կարող եք պատասխանել։ ասեք, Ինչ բան է երջանկությունը։ այդ հարցի վրա քանի փիլիսոփաներ են գլուխ ջարդել, բայց ես կաշխատեմ պատասխանել։ Չեք կարող։ Ինչու՞։ Չեք կարող, ինչու։ Եվ շարունակությունը։ Որովհետև երջանիկ լինելը ասելով չէ,
Առաջին տարբերակը։ Երկրորդը, որովհետև երջանկություն չկա։ Երրորդը, փող տուր կասեմ ինչու։ Եվ չեք կարող ինչու չէ խիա։ Միշտ որ ասում եմ չէ ինչու, իմ տվել պարագայում մակարակն է։ Ես առաջարկում եմ իհարկե, ասենք փող տուր կասեմ ինչու, որովհետև դա հարց է լուծում չէ։ Լավ, դու ընտրի։ Չեք կարող, ինչու, որովհետև երջանիկ լինել ասելով չէ, որովհետև երջանկություն չկա, փող տուր կասեմ ինչու եւ ինչու չէ խիա։ Որովհետև երջանկություն չկա։ Որովհետև երջանկություն, ես մի անգամից ասեցի։ Դու ինձ գիտեիր։ Ես այդտեղ էի։ Նկարում։ Որովհետև երջանիկ լինել ասելով չէ, դա այդ տարբերակը չենք ընտրում։ Որը։ Որովհետև երջանիկ լինել ասելով չէ։ Չէ, ես ինչքան հիշում եմ, ասում եմ երջանկություն չկա։ Այնտեղ էլ է երջանիկ ասում դրա համար, առաջինում էլ է դրա համար երջանիկ ասում, չէ՞։ Դա ես իհարկե։ Իմ տարբերակը երջանկություն չկա։ Որովհետև երջանկություն չկա, այս տարբերակը ընտրեց Արմենը, իհարկե ես փորձում էի, որպեսզի նա երրորդ տարբերակը ընտրեր կապված գումարի հետ, բայց ստացվեց։ Դիտենք ճիշտ տարբերակը եւ ասենք երկրորդ հատվածին, խնդրեմ։ Ռուբեն, Լսում եմ։ մի հարց տամ ձեզ։ Կարող եք պատասխանել։ Ասեք, Ինչ բան է երջանկությունը։ այդ հարցի վրա քանի փիլիսոփաներ են գլուխ ջարդել, բայց ես կաշխատեմ պատասխանել։ Չեք կարող, Ինչու։ որովհետև երջանկություն չկա։ Այո, բրավո։ Արմեն մի անգամից ասեց, երևում է, որ ինքը ինձ նման ամբողջ օրը դիտում է հին հայկական սովետական ֆիլմեր։ Կարծում եմ, չէ, ֆիլմ։ Տեսի դեպ մեր հաղորդումը սկսվեց, դե ինքը սովետական ֆիլմ է, Էդմոնդ Քյոսայանի իհարկե անվորսալ է վրեժառուները Նյուլավեմ Սիցիլի, բայց մի ֆիլմ, որը այսօր էլ նստած եւ կդիտես։ Այսօր դեպ մինչև այստեղ գալ եմ, մինչև եղբայրս ինձ եկավ վերստին, ստաց եղման աղբյուրն էին նայում։ Որովհետև չգիտեմ, ամենայն դեպս այո, նո երիտասարդները մի քիչ հիմա դժվար հասկանան, բայց այնուամենայնիվ մեր սերունդը եւ մեզանից իհարկե ավելի բարձր սերունդները իհարկե մեզ հետ կամաձայն են։ Դա մեր ոսկե դարանն է, Այո, ֆիլմադարանն է դա։ որը կարծում եմ կմնա միշտ։ 1-0 առայժմ հաղթում ենք, առայժմ տես բառը ասեցի առայժմ, մենք այսօր առայժմ բառի վրա ուշադրություն դարձրեցինք, 1-0, իսկ հիմա երկրորդ հատվածն ենք երջանկության մեխանիկա ֆիլմից դիտում, խնդրեմ։ Ճիշտ է, հիմա սենտիմենտալ խոսքեր չեն ասում, բայց ոնց ապրես այս աշխարհում առանց սենտիմենտի։ Շուրջդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում, ուզում ես դիտերին ման շուրջը պտտվել։ Դուք ուրիշ հոգս չունեք։ Ինչ հոգս։ Տուն, ընտանիք։ Ես ամուսնացած չեմ։ Ես ամուսնացած չեմ եւ պատասխանը Երանի ձեզ ես ամուսնացած չեմ դե ասեք բան չունեք մտածելու ես ամուսնացած չեմ հա հետո ինչ լիք ուրիշ ձևեր կա դա երրորդ տարբերակը եւ չորրորդը ես ամուսնացած չեմ այլ ասում եմ ես էլ արի ամուսնանանք հա տենց հաղորդում կար հիշում ես արի ամուսնանանք մի խոսքով Երանի ձեզ 1 Դե ասեք բան չունեք մտածելու 2 Առաջին տարբերակը մի անգամից։ Երանի ձեզ։ Այսինքն ընդեղ էլ էր առաջ տարբերակը առաջինում։ Այսինքն ինչու առաջ տարբերակը մենակ է տեսնում։ Դե հիմա այդպես ստացվեց ինչ։ Ես բան չունեմ ասելու։ Դե ասեք բան չունեք մտածելու այդ տարբերակը չեն քննարկում։ Չէ։ Այսինքն առասարակ եթե դու ես նկատել եմ իհարկե եթե դու մի բան էսպես մտածում ես անհնար է քեզ շեղել դեպ դա խոսած Լավ բաներով կարելի է սիրելի հեռուստադիտողներ բացի այդ ամեն ինչից նաև իհարկե որոշակի փոքրիկ իհարկե բախի զգացում նույնպես Երանի ձեզ այս տարբերակ ընտրեց Արմենը ճիշտ է դա թե ոչ մենք հիմա տեսնենք եւ կանցնենք առաջ խնդրեմ Ճիշտ է, հիմա սենտիմենտալ խոսքեր չեն ասում, բայց ոնց ապրես այս աշխարհում առանց սենտիմենտի։ Շուրջդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում, ուզում ես դիտերին ման շուրջը պտտվել։ Դուք ուրիշ հոգս չունեք։ Ինչ հոգս։ Տուն, ընտանիք։ Ես ամուսնացած չեմ։
Երանի ձեզ։ Ես պարզապես բան չունեմ ասելու, Երանի ձեզ։ Արմեն ջան, բրավո, 2-0 արդեն դու իսկ հաղթել ես։ Այ Ժողովուրդ ջան, կինո նայեք, հայկական կինո նայեք, շատ նայեք։ Այ, շատ սրտովս Մեր հրաշք ֆիլմերը սրտովս։ Բայց երրորդը պետքա երրորդ տարբերակն ունի, որ տեսնենք 2-0 ես հաղթում, թե Պարտվեմ։ Չէ, պարտվեսը 2-1 հաղթել ես։ Դու արդեն իսկ հաղթել ես։ Որտեվ 2-0 արդեն հաղթել ես, պարզապես տեսնենք 2-1 թե 3-0 հաշվով։ Խնդրեմ երրորդ հատվածն ենք դիտում ֆիլմից եւ ավարտում ենք մեր այս փոքրիկ փորձությունը, բայց Արմենի համար սա ոնց որ փորձություն չէր։ Ծնողներ ունեք, Ռուբեն։ Չունեմ։ Ինչ չի որ ծնողներն օգնում են։ Խանգարող ծնողներ այնքան կան։ Այդպես մի ասա Լարիսա, երեխաներին նայող է պետք։ Կարգին տղամարդը չպիտի թողնի, որ կինն աշխատի։ Ինչու՞։ Թողնստի տունն ու երեխա պայի։ Բայց ինչու են ասում տղամարդկանց եւ կանանց հավասարություն։ Դու ձենդ կտրի։ Դու ձենդ կտրի պատկաբլուչնիկ, դու ձենդ կտրի անտաղանդ երկիչ, դու ձենդ կտրի տուտուց եւ դու ձենդ կտրի կազյավկա։ Կազյավկա, չէ, Արմեն Խոսքյան, Կազյավկա։ Դու սարքիսն տուտուցը բնականաբար։ Երրորդ հատվածը դիտենք, տեսնենք ճիշտ է դա թե ոչ։ Խնդրեմ։ Ծնողներ ունեք, Ռուբեն։ Չունեմ։ Ինչ չի որ ծնողներն օգնում են։ Խանգարող ծնողներ այնքան կան։ Այդպես մի ասա Լարիսա, երեխաներին նայող է պետք։ Կարգին տղամարդը չպիտի թողնի, որ կինն աշխատի։ Ինչու՞։ Թողնստի տունն ու երեխա պայի։ Բայց ինչու են ասում տղամարդկանց եւ կանանց հավասարություն։ Դու ձենդ կտրի, տուտուց։ Ես պարզապես ասում եմ բրավո, 3-0 Արմենը հաղթեց, որ եւս մեկ անգամ այո եւ հորդորին հետևենք Արմենի, որ դիտենք այո, լավ, ճիշտ հայկական ֆիլմեր։ Բրավո Արմեն ջան, 3-0։ Եվ հիմա ինչ ներ հաղորդման ավարտին անցնել, այ հիմա մի քիչ կխնդրեմ պատմես ինչով է։ Ես գիտեմ արդեն դու նկարահանվում ես եւ գիտեմ ունես նպատակներ, ինչու ոչ այստեղ նույնպես ստեղծել, հա, եւ այդ գիլդիան, այսինքն ստեղծել հայկական կասկածորական գիլդիայի մասնաճյուղ որոշակի առումով, մի քիչ խնդրեմ պատմես այդ ամենի մասին եւ նկարահանումներիդ եւ առասարակ մտահղացումների։ Ուրեմն կան այդպիսի նպատակներ, քանզի այստեղ Միացյալ Նահանգներում կան շատ տաղանդավոր տղեր, ովքեր ֆիլմեր են նկարում, հա, բոլորին էլ եւ նրանց բոլորի աշխատանքը շատ հարգում եմ, ամեն մեկի իր գործն է անում ու փառք ու պատիվ այդ տղերքին, ովքեր կինո են նկարում վերջո։ Ու ես նպատակադրվել եմ, որտեվ բացի Հայաստանում ստեղծած կազմակերպություն, ես ունեմ նաև էլի երազանք, որը կապված է այս երկրի հետ։ Ես դա պետք է իրականացնեմ, դեռ չեմ ուզում դրա մասին խոսել։ Ու անպայման իրականացնելու եմ, մի օր ազգս դա կիմանա դրա մասին։ Եվ կիմանա մեր եթերից։ Այո, խնդրեմ։ Ուրեմն, այո, մտադրված եմ բացել Ամերիկայի հայկական կասկածորական ասոցիացիան։ Եվ այստեղ ոչ թե այստեղ չկա դա, այստեղ կան փառահեղ կասկածորներ եւ վերջո համաշխարհային կասկածորական ասոցիացիան իր ամբողջ ուրեմն համայնքով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց արդյոք մեզ համար նրանք բան են հասանելի են։ Հա, սկսած պահանջներից, գումարներից եւ այլն եւ այլն։ Դե դու լիքը տաղանդավոր այո կան երիտասարդներ, բայց որ չեն կարող։ Երբ որ կազմակերպությունը բացվեց, բնականաբար ես կապեր ունեմ նրանց հետ։ Այո։ Իսկ շատերին շատ լավ ճանաչում եմ, ընկերներ ենք եւ այլն։ Հա, կլինեն մարզումներ, կլինեն մաստեր կլասեր, մարդիկ կան, ովքեր կուզենան գան, զրոյից սովորել, դառնալ, ընտրել այդ մասնագիտությունը, որտեղ ինքը շշմելու մասնագիտություն է։ Ես միշտ ասել եմ 20 կյանք ծնվեմ կամ լուսաշխար, 20-ն էլ այս մասնագիտություն եմ ընտրելու։ Որտեղ ինձ համար իրանից այն կողմ, չէ, հարգում եմ բոլոր մասնագիտությունները, բայց սա է իմ կյանքը, ես սիրում եմ դա։ Անկամ այն նույն վնասվածքները, տրավմաները, ցավը եւ այլն, բայց որը որ ես ստացել եմ, ասենք նկարահանել շշմելու բան է դա։ Մի խոսքով հա հիվանդության պես բան է դա։ Հիվանդություն չի։ Մի խոսքով այդ պլանները կա, մի քիչ ժամանակի
ժամանակ է պահանջում դրա համար, որ չպետք է շտապենք, որովհետև ինչպես գիտենք, ոչ մի շտապողի մայրը տղա չի ծնում։ Այո, ասում եմ, վրազողիկին չի բերում։ Հա, Պետք է պարզապես փուլ քայլ առ քայլ գնալ առավել եւս։ Երկու տղա ունես, առավել եւս չէ շտապում, այո։ Իդեպ մեծ տղաս էլի նման բաներ անում է եւ այլն, հա, ու որը նկարվել է արդեն երկու գեղֆիլմ նկարվել է տղաս Հայաստանում, հա։ Օ, հրաշալի։ 12 տարեկան հայկս, Արամս դեռ ոչ, բայց հուսով եմ որ կնկարվի։ Ես հիմա եկել եմ մի երկիր, որին դեռ չեմ ճանաչում, ով որ կասի ինքը եկել Ամերիկա եւ Ամերիկային ճանաչում նա ստում է։ Ես պետք է նախ ճանաչեմ այս երկիրը, ես պետք է մերձենամ այս պետության հետ, այսինքն դառնամ այս պետության մի ինչ-որ մի մասնիկը, որպեսզի ես հասկանամ թե քայլերը, փուլերը ոնց է պետք անցնել։ Որտեվ հա, լիք ընկերներ կան Հայաստանում, այստեղ Ամերիկայում, որոնք որ չեն շփվել այդ աշխարհից, իրենք էլ չգիտեն դա ոնց է արվում։ Ես համամիտ եմ քեզ։ Փակ աշխարհ է դա։ Ամեն դեպքում այդ ծրագրերը կան, պլանները կան, տղերքի հետ պայմանավորվածություններ կա ռեժիսորների հետ, հետագայում էլի աշխատելու մշտական կինոյում։ Այդպես կարծում եմ, որ երջանիկ է այն մարդը, որ աշխատում է իր սիրած ոլորտում եւ իր ընտանիքը կարողանում է պահել իր սիրած աշխատանքով։ Այո, շատ ճիշտ։ Ես կարծում եմ, որ ես այդ երջանիկներից մեկն եմ։ Ճիշտ խոսքեր։ Եվ հիմա մեր հեռուստադիտողների իհարկե ովքեր դիտում են մեզ այս պահին, անհամբեր կսպասեն, հա, երբ կլսեն այդ ամենի մասին, երբ կբացվի եւ որտեղ կարողանան արդեն իրենք դիմել։ Հա, խնդրեմ։ Կասկադյորները, մի խոսքով սիրելի հեռուստադիտողներ, դա ժամանակի հարց է, ընդհանրապես Արմենը մի քանի օր ինձ Միացյալ Նահանգներում է, բայց այդ ամենը իհարկե շատ լավ Արմենին իմանալով իհարկե համոզված եմ, որ շատ շուտով այդ ամենը դառնալու է իրականություն եւ բոլոր այդ տաղանդավոր մարդիկ, ովքեր ունեն այդ հմտությունները, արդեն տեղ կգտնեն եւ կշարունակեն իրենց գործունեությունը այս ոլորտում։ Եվ Արմեն ջան, մեր հաղորդման ավարտին, ճիշտն ասած, միշտ սովորաբար մեր հյուրերին, դերասան եւ երգիչ մի փոքրիկ փորձություն ենք խնդրում կատարել մի երգ կամ ինչ որ մի որոշակի բանաստեղծություն եւ այլ, քո դեպքում մի քիչ ինչ որ մի բան ասել, ինչ որ հնարք եւ այլ, մի քիչ իհարկե կար վախեն առումով, որովհետեւ եթե խնդրեի Արմեն ջան, կարելի է ինչ որ մի հնարք անես եւ շատ հնարավոր է որ ես հայտնվեի այն կոմը եւ հաշվառնելով որ դեռ մենք հաղորդումը ուզում ենք շարունակվի ախպոր ջան Արսեն ջան Արմեն ջան մենք ուզում ենք այսօրվա մեր հաղորդումը ավարտենք մի փոքրիկ տեսանյութով որը պատում է հենց ձեր կասկադյորների գործունեության մասին, գիլդիայի մասին մի փոքրիկ տեսահոլովակ սիրելի հեռուստադիտողներ այս պայն դիտենք, որպեսզի այդ ամենը տեսնեք գործունեությունը որոնք այսքան տարիներ մի մաս իհարկե մի մասն այդ ամենի այդ հառելի մեծ աշխատանքի մի մասնիկն է այս փոքրիկ տեսահոլովակում կդիտենք եւ այնուհետեւ կվերադառնանք եւ կավարտենք մեր այսօրվա թողարկումը խնդրեմ
Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիա, տես հրաշալի տեսանյութ դիտեցինք եւ սիրելի հեռուստադիտողներ, մինչ ավարտը եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր նախագծի գործընկերների մասին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, եթե ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն, ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center կազմակերպությունը կօգնի ձեզ այդ հարցում։ Եթե ձեր շրջապատում կան նման մարդիկ կամ դուք ունեք այդ խնդիրը, մի հապաղեք, դիմեք անպայման 911 Detox Center 409-9011 Մեր նախագծի գործընկերն է Armenian Maf Club-ը, մաֆիա խաղի սիրահարները հավաքվում են այստեղ, Բրբան քաղաքում է գտնվում ակումբը, միասին լավ ժամանակ են անցկացնում, դուք նույնպես միացեք եւ դարձեք այս ակումբի անդամ 424 408 40 40 հեռախոսահամարն է։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ Արմեն ջան, մեր ավարտին գուցե մի կուզես որևէ դիմես կամ կով այսպես հաղորդման ավարտին կցանկանան քեզ լսել։ Ես ընդհանրապես շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են մեզ։ Վստահել են ու մեծ աշխատել ենք եւ այլն, բայց հատուկ շնորհակալություն ես իմ խոնարհումն ու իմ շնորհակալությունը իմ տղերքին։ Իմ կնքահոր Արտուրին Ղարիբյան, Արտուրիս, Հրաչյա Ղևոնդյան, Ռոզվելտ Տիգիցյան, Ժորա Պալյան, Տիգրան Կոստանյան, Արծրուն Միսակյան, Հայկս, աղբորս, եղբորս Արսենս Պետրոսյան։ Ես ուզում եմ ասել, որ տղերք, ես ամենը առանց ձեզ չէր կարող լինել։ Տղերք, ես շնորհակալ եմ ձեզ։ Դուք իմ կյանքի անբաժանելի մի մասն եք։ Իրոք շնորհակալ եմ ու այմարդ ուզում եմ ասեմ խոնարհում եմ, ստացվել է, չգիտեմ։ Դեռ ամեն ինչ արժևումը եւ դեռ անպայման իհարկե նոր համագործակցություն։ Մենք աշխատելու ենք։ Շատ անպայման, իհարկե, ամեն ինչ դեռ արժևում։ Արմեն ջան, շնորհակալ եմ անչափ հարցազրույցի համար։ Եվ կարծում եմ իհարկե նոր նորությունների մասին անպայման կիմանանք եւ սիրով իհարկե քեզ սպասում եմ մշտապես մեր տաղավարում, իմ շատ լավ ընկեր։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներիս, մենք արդեն հանդիպում ենք հաջորդ 5 շաբթի ժամը 22:30 AMJ հեռուստաընկերության եթերում։ Առողջ եղեք, մի քիչ զինվեք համբերությամբ եւ մենք անպայման կհանդիպենք շատ շուտով։ Ընդամենը 1 շաբաթ անց։ Նախագծի հովանավոր 911 Detox Center